Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը բանակցային փուլ է մտնում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որ մինչև 3 սպառնում էր վերացնել Իրանի քաղաքակրթությունը, հայտարարել է, պատրաստ է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները, եթե Հորմուզի նեղուցը անմիջապես վերաբացվի։ Իրանը ևս դրական է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի հակամարտության դադարեցմանը, ներկայացնելով 10 կետանոց իր առաջարկները։ Ռադար Արմենիայի հետ զրույցում իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը նշեց, Միացյալ Նահանգների նախագահը հաճախ է փոփոխում իր հռետորաբանությունը, երբեմն սպառնալով վերացնել Իրանի քաղաքակրթությունը, իսկ երբեմն Իրանի ժողովուրդը լավն է։ Անդադ խոսքի ճնշումները փոխելով ստիպեցին, որ Իրանի ռեժիմը փաստորեն որոշակի զիջումների գնա եւ համաձայնվի։ Հիմա պարզ է, որ Իրանը միայն ներկայացնում է իր կետերը, իրենց ձեռնտու չէ ներկայացնել այն, ինչ իրականում բանակցությունները, ինչ իրականում տեղի են ունենում այս պահին, ինչ են խոսել, ինչ են պայմանավորվել։ Մինչդեռ իրանագետ Տիգրան Դավուդյանը կարծում է, Թրամփը հրադադարի է գնացել կոնգրեսի եւ հանրային ճնշման պատճառով։ Վերջինս ցանկանում է կանխել տնտեսական մեծ խնդիրը՝ նավթի շուկայի կայունության համար։ Տնտեսական մեծ խնդիր է ստեղծվել հատկապես նավթի թանկացման հարցով։ Եթե դուք ուշադիր լինեք, վերջին օրերին պարոն Թրամփի միակ հոգսը այդ Հորմոզ նեղուցի բացվելն էր, որպեսզի նավթատարները հանգիստ գնան եւ նավթի գինը միջազգային շուկայում կայունանա։ Իսկ նույն խնդիրը նաև Իրանը ունի տնտեսական ահավոր վիճակ, ժողովրդի հոգնածություն եւ իմ կարծիքով այս հրադադարը բխում էր նաև Իրանի ժողովրդի եւ պետության շահերից։ Արտյոմ Չեռնամորյանի պնդմամբ այս հրադադարը չի նշանակում, թե պատերազմը ավարտվել է։ Այժմ մարտական ակտիվ գործողությունները Լիբանանում շարունակվում են, քանի որ Իսրայելը տասնյակ տարիներ Լիբանանի կառավարությունից պահանջում է զինաթափել Հեզբոլահին։ Երբ որ մարտի 2-ին Հեզբոլահը սկսեց այսպես անխնար ըմբահարել Իսրայելի ողջ հյուսիսը, նորից շարունակեց ամբողջ քաղաքացիական բնակավայրերը հրթիռահարել եւ մարդկանց սպանել, դրան հաջորդեց Իսրայելի արդեն ռազմական անմիջական ցամաքային օպերացիան։ Մի քանի անգամ մեսիջներ ուղարկվել էր թե ԱՈՒՆ-ի կառավարությանը նախագահ եւ թե Հեզբոլահին դեպքում, որ մի արեք, մի կռիվ սարքեք։ Նա հավելեց, որ Իսրայելը խաղաղ բնակչությանը հրթիռակոծությունից պաշտպանելու համար ստեղծել է բուֆերային գոտի։ Իսրայելը այս ընթացքում օկուպացնելու է Լիբանանի 20%-ը, որպեսզի ապահովի իր հյուսիսային սահմանների անվտանգությունը։ Ըստ Չեռնամորյանի, արդեն 3 տարի է Իսրայելում պատերազմը շարունակվում է եւ խաղաղ բնակիչներին ամեն օր հրթիռահարում են։ Իսկ թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ առաջիկա բանակցություններից, Չեռնամորյանը ասաց, Իրանը արդեն տոնում է հաղթանակը։ Չնայած որ ահաբեկչական ռեժիմին ինչ էլ անեն, միշտ հաղթած է դուրս գալիս։ Ես սպասելիքներ չունեմ, անկեղծ ասած, մենք գործ ունենք մարտակեր մարտասպան ռեժիմի հետ, որը տեսանք թե հունվարին ինչպիսի ոչրագործություններ կատարած իր սեփական ժողովրդի հանդեպ, եթե ինքն իր ժողովրդին է կախաղան բարձրացնում ու վիրավոր մարդկանց հոսպիտալների մեջ քնդակահարում են հիվանդանոցներում, մենք ինչ ակնկալիք պետք է ունենանք այս ռեժիմից։ Ցավոք սրտի Հայաստանում այնքան Իրանի դատապաշտպանները շատացել են, ես հասկանում եմ, որ ուզում են ականջահաճո լինեն Իրանին, ցույց տան, որ իրենք Իսրայելի դեմ են, բայց չպետք է մոռանան, որ թրիպի ծրագիր կա Հայաստանում։ Իրանագետ Դավուդյանի համոզմամբ էլ շատ խնդիրներ կան եւ կողմերը դժվարությամբ համաձայնության կգան։ Ըստ նրա հնարավոր է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հրադադարից հետո նորից մարտական գործողություն իրականացնեն, քանի որ իսրայելական կողմը դեռ դժգոհ է։ Որովհետև ես արդեն իսրայելական մամուլին որ հետևում էի, նորից իսրայելցիները դժգոհ են, որովհետև դուք հիշում եք, որ 12 օրյա պատերազմի ժամանակ էլ Իսրայել դժգոհ մնաց, ասաց մենք մեր նպատակին չենք հասել, այս անգամ էլ դեռ իրենց մտահոգությունները մնում են։ Իսրայելը շատ մտահոգ է թե Իրանի հրթիռային կարողությամբ եւ թե միջուկային կարողությունները, որը հավանաբար կարող է վերածվի ռումբի։ Ըստ Տիգրան Դավուդյանի, երկու կողմերն էլ այժմ պնդում են, թե իրենք են հաղթել, որը սպասելի է։ Բայց այս ամենի ֆոնին Իրանի տնտեսությունը, ենթակառուցվածքները, բանակը, հակաօդային պաշտպանությունը շատ վնասներ է կրել։ Ընդգծենք, որ Իրանը առաջարկել է 10 կետից բաղկացած առաջարկ, իսկ բանակցությունները կմեկնարկեն ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։